Վաղ առավոտից իրավիճակը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում լարված էր։ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ոստիկանության զորքերի ուղեկցությամբ մայր տաճարում էին։ Իրավապահները փորձում էին ձերբակալել հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Դեպարտներ կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Մենք էլ կգացինք։ Ժամ առ ժամ ավելացող ոստիկանության զորքերը շրջապատել էին Մայրաթորի բոլոր մուտքերը, միայն թե հասարակության կոշտ դիմադրությանը հանդիպեցին։ Սա մեր վերջին պատնա։ Մեզ հոգևորականները հորդորում էին հանդարտ մնալ, իրանք կպաշտպանվեն, կանեն ամեն ինչ։ Այսօր հոգևորականը պաշտպանության խնդիր ունի։ Այս սուրբ պատերը այսօր պաշտպանության խնդիր ունեն։ Այս եկեղեցին մենակ հոգևորականինը չէ, եկեղեցին մերն է։ Այսքանը որ գնան մենք սահմանում ընդհանրապես բաց չենք կնենա, գրաբույսներ չենք ունենա, թող գնան սահման պահեն, այսքան լավ տղա են։ Այսօր ստիպված է Մայրաթորը փակելի դռները, որովհետև Մայրաթորի դռները հարվածելու է պատրաստվում մարդիկ ենել քրիստոնյաներ։ Մեր առջև փակում են դռները, հասկացեք, մենք ազգ ու ժողովուրդ ենք, սիրելիներ, մենք ձերն ենք ու դուք մերն եք։ Միքայել arczepiskopos-ը Մայրաթոր ժամանել էր համակարգելու քահանաների տարեկան ժողովը, որը պետք է կայանար հունիսի 27-ին։ Թեև սրբազան հայրն առանց ընդդիմանալու ցանկանում էր ենթարկվել իրավապահների պահանջին, Վեհարանի դարպասին հասնել չէր կարողանում, հանրությունը պահանջում էր չգնալ։ Սրբազանից է պետք է պահանջել։ Ճշմարտին ասել եմ, չի սրբազան, չպետք է գնալ։ Հավաքված հավատացյալների ճնշման ներքո ոստիկանությունն ու ազգային անվտանգությունն ընդգրկեց։ Էջմիածին եկող ճանապարհներին իրավապահների կողմից խուզարկվում էին բոլոր մեքենաները, միայն թե մարդկանց հոսքը Մայրաթոր չէր դադարում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, բոլոր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը։ Արդեն 4-րդ անգամ Միքայել Սրբազանն այս անգամ առանց իրավապահների ուղեկցության փորձեց դուրս գալ Մայրաթորից։ Այսօրվա իրադարձությունները ամփոփելով ձեզ տեղեկացնեմ, որ այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ համակարգողը Միքայել arczepiskopos Աճապահյանն էր։ Դա նախատեսված էր ավելի քան 1 ամիս առաջ եւ այսօր ԱԱՑ-ի ներկայացուցիչները ներկայանալով եւ առաջարկելով, այսինքն տեղեկացնելով, որ ձերբակալման որոշում է կայացվել եւ քննչական կոմիտե պետք է ներկայացնեն Միքայել Սրբազանին։ Իրենց առաջարկվել է ժողովի աշխատանքը չխոչընդոտելու եւ ներկա բազմաթիվ հոգեվորականներին, այսպես ասեմ, անհանգիստ վիճակի մեջ դնելու համար ժողովը ավարտել եւ այնուհետեւ Միքայել Սրբազանը ինքը կներկայանա։ Սա Մայրաթորի հայտարարությունն է։ Հունիսի 27-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ուժեր մուտք գործելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի տարածք փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է եւ անընդունելի։ Միքայել Սրբազանը հակառակ, որ պատշաճ կարգով չի ծանուցվել,
կայացրել է որոշում եւ չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան ներկայանալու քննչական կոմիտե։ Հիմա իրենք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն Մայրաթորի հոգեպարար, հոգեվոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտեն։ Հավատավորների ճնշման տակ Միքայել Սրբազանը կրկին իջավ մեքենայից, այս անգամ ոտքով քննչական կոմիտե հասնելու վճռականությամբ։ Ինձ համար գլխավոր եղել է հայրենիքը եւ այս pedagogiությունը ավելի քան քոսոտ փսլենգոտ լագոդներինը, որ ամեն օր ինձ հայոյում են։ Ես այս երկրի համար եւ այս պետության համար աշխատած մարդ եմ։ Եվ բացի այս պետությունից ուրիշ որևիցե մի բանի համար չեմ աշխատել։ Իմ ամբողջ կյանքը։ Եվ եկել եմ հասել եմ մի հասակի, որ ծերությունս վայել եմ, եւ այս փսլենգոտները ինձ դարձրել են սպառնալիք այս երկրին։ Ես սպառնալիք եմ այս երկրին։ Ի վերջո կես ճանապարհից Սրբազան հորն ուղեկցեցին մեքենայով, նստելուց առաջ որպես պատգամ Միքայել arczepiskopos-ը հաղթանակ մաղթեց հավատացյալներին։ Հաղթանակ։ Ամեն։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։